Իդեան համակարգից մինչև ապրիլի 7-ը ձեռք բերեք պաստառների նշված տեսականին սկսած ընդամենը 490 դրամից։ Անցնող օրերին քաղաքացիական պայմանագիրը շարունակել է կուսակցական քարոզարշավը Երևանում եւ մարզերում այն առանց միջադեպերի չի անցել։ Նիկոլ Փաշինյանը նախ անդրադարձել է ընդդիմության քննադատությանը, թե պատերազմի մասին թեզերը հորինված են։ Մարդիկ խոսում են վերաբանակցելու մասին։ Այդ մարդիկ խոսում են ուժով խաղաղությունը պարտադրում են, որ իրանք պատրաստվում են խաղաղություն պարտադրել։ Իրանք ըստ էության ասում են, որ չեն պատրաստվում խաղաղությանը տեր կանգնել։ Այսինքն իրանք չեն ընդունում այդ խաղաղությունը, այսինքն իրանք խաղաղությունը դելեգիտիմացնում են, ինչը պատերազմը, ես ասում եմ, սեպտեմբերի։ Դա չի լինելու էլ, որ բանակցենք, նայենք, չի լինելու, որովհետև այսօրվա աշխարհակաղակական իրավիճակը դա թույլ չի տալի։ Դուք պատկերացնում եք, ամբողջ աշխարհը կանգնել է խաղաղությունը ողջունում, ամբողջ աշխարհը։ Մեկ էլ հանկարծ Հայաստանը, որևէ ձև ասի, մի րոպե, մենք վերաբանակցելու բան ունենք։ Դա ոչ միայն պատերազմա, դա կատաստրոֆա է, բարև ձեզ։ Դա կատաստրոֆա է։ Եվ այդ մարդիկ երկու նպատակ, այդ մարդկանց նպատակը մինիմում Հայաստանի ֆորպոստացումն է, ասում եմ, Քոչարյան, Կարապետյան, Ծառուկյան, այդ ուժի կոնկրետ անվանական ասում եմ, որովհետև իրանք այդ խոսույթներն են, մինիմում Հայաստանի ֆորպոստացումն է, կամ Հայաստանի կամ նրանք չեն էլ հասկանում, որ Հայաստանի պետականության վերջի սկիզբն են ուզում դնեմ, որը ամիսներ է տևելու, որը ընդամենը ամիսներ է տևելու։ Այն կետը, որը մենք կանգնեցրել ենք, այն որ ասում են հապկից բան մտցնել, չէ՞։ Բան։ Այդ ինչի մասին էր Հայաստան արտաքին կառավարման Հայաստանում արտաքին կառավարման ռեժիմ սահմանելու մասին։ Այդ խոսակցությունը մենք դադարեցինք, հիմա այս մարդիկ Քոչարյան, Կարապետյան, Ծառուկյան։ Չնայած Կարապետյանը ինքը ընդհանրապես բան չի, մասնակից չի քաղաքական կյանքի, չել կարող ունենա։ Աստաբանն ասեց քննիչի թույլտվությանն է սպասում, երկուշաբթի։ Այդ ուրիշ թեմա, նկատի ունեմ այդ մարդը ոչ կարա պատգամավորի թեկնածու լինի, ոչ կարա վարչապետի թեկնածու լինի, ոչ կարա վարչապետ լինի։ Բայց եկել փողերով բան են անում, քաղաքական ուժ են բուծում։ Նիկոլ Փաշինյանի խոսքով 26 թվականի հունիսի 8-ին արձանագրվելու է այդ նարատիվի եւ այդ քաղաքական ուժերի մահը Ռուսաստանը բնակ օլիգարխներ, բելարուսամետ օլիգարխներ եւ էմիսարներ չեն լինելու։ Ժողովուրդը խաղաղության օրակարգին արդեն տեր է կանգնել եւ հունիսի 7-ին պետք է գնա դե յուրե հաստատելու այդ խաղաղությունը, ասել է վարչապետը։ Սեպտեմբերին պատերազմ է լինելու եւ աղետաբեր պատերազմ, եթե քաղաքացիական պայմանագիրը սահմանադրական մեծամասնություն չունենա, տեղեկացրել է նա, նշելով, որ վստահ է ժողովուրդը ապահովելու է այդ մեծամասնությունը։ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հավելել է, ոչ թե քաղաքացիական պայմանագրի գոյությունից է կախված պատերազմի լինել-չլինելը, այլ եթե քաղաքացիական պայմանագրի առաջարկած ուղին չընտրի Հայաստանի Հանրապետությունը եւ ընտրի օլիգարխների առաջարկած ուղին, դա է տանելու դեպի պատերազմ։ Թեժ վեճ արձանագրվեց քաղաքացիների եւ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի միջև, ռադեղեք, ոչնչություն եւ այլն։ Ես ձեզ հրավիրեցի, իչակ ձեր կնոջ, ձեր մայրիկի հետ, իչակ տեսախցիկների ներկայությամբ, ես է շնորհավորում եմ, դուք ունեք կարծիք հայտնելու իրավունք, եթե տեղակ չեք։ Ես միշտ կարծիք հայտնելու իրավունք ունեմ։ Ես խիստ կասկածում եմ, մեկի հասցեին չեմ հասկանում, գիտեք ինչ եք ասում։ Ընդդիմության ընդդեմ մարդ չկա նստած վարչապետի նկատմամբ։ Անգլիա Քոչարյանի դեմ ու այդ մի բանը։ Ասեմ, եթե պետք լինի, ասել են ներ, բայց ինչ կապ ունի, անցել գնացել եմ տղեկ։ Մենք այսօրվանից խոսացեք։ Քոչարյանը Հայաստանը որ չի լինելու, Հայաստանը միշտ լինելու։ Քոչարյանը ինչ կապ ունի, գնացել է, դուք ինչ-որ խաղում եք ապրում։ Այսօրվա Դրա համար այսօր հասել ենք այս կետին։ Դրա համար հասել ենք այս կետին։ Այ քեզի բան։ Ինչ կապ ունի Քոչարյանը։ Ես ձեզ ասում եմ հետևյալը։ Գոյություն ունեն մարդիկ, մենք չենք կարծում, որ բոլոր 100% բնակչությունը ընտրելու է Նիկոլ Փաշինյան, հավանելու է Նիկոլ Փաշինյան,
Բնական է, մի մասը կընտրի Ռոբերտ Քոչարյան, մի մասը չգիտեմ ուրիշը, մի մասը Ծառուկյան գալի, մի մասը կընտրի Նիկոլ Փաշինյան, բայց եթե ես լինելով իշխանություն, եթե ես լինելով իշխանության ընտրված ներկայացուցիչ կարող եմ հանդուրժել, որ այլ մարդիկ պետք է ընտրվեն, ներողություն եմ խնդրում, դուք չունեք։ Չեն հարգում, արդեն Ինչա չլսեցի։ մեծամասնությունը, Ով ասեց ձեզ։ Բայց ով ասեց ձեզ։ Ով ասեց։ Ով է ձեր ներքևի հարևանը մեզ էլ կոնֆետ ուղարկեց, էլ խնձոր գցեց, էլ իրանց բավոց ստացվեց։ Ամսի 8-ին ինչ եք ասել։ մենք ամսի 8-ին չեն գալու իրանք։ Ես չեմ սպասում ձեզ։ Ես ձեզ չեմ սպասում։ Դուք Հայաստանից եք։ Հասարակում եմ ուղղակի, որ Հայաստանում ապրելով Ես դուք որտեղ կարող աչք ունեմ ու ես ու ականջներ։ Վահագն Ալեքսանյանն էլ հետաքրքրվել է քաղաքացուց, թե որտեղ է կրվել պատերազմի ժամանակ։ Իսկ դու որտեղ ես եղել։ Ես չեմ եղել։ Դուք որտեղ եք եղել։ Բացովիցով Հայաստան եք ուզում ինքներդ կռվել եք ինչ որտեղ, թե չէ։ Դե ուրիշների արյան գնով եք ուզում մենակ։ Ես այդքան Ապրեք։ Գեցեք, ուրիշի արյան գնով Բնա վերև, լավ մի շարունակի։ Տեսա, մորդ կնդով եկալ եկել ես մարդկանց վիրավորում ես, ամոթ է։ Մենք նորմալ խոսում ենք, ես վերևություն եմ խոսում, մենք նորմալ խոսում ենք, դու քեզ թույլ տվեցիր։ Դու գնում եք Դու մենք նորմալ խոսում ենք Կիլիկայից գուցե։ Դուք ձեզ թույլ տվեցիք մարդկանց վիրավորել։ Դա ձեր բանը։ Ու որ ասեցիք, կրկնեմ եմ, բարը ինչ որ ասեցիք։ Վերսեք ձեր կնոջը, ձեր մորը եւ բարձացեք Կիլիկա։ Լավ էսա մեր ընդդիմախոսների մակա։ Երեք վարչապետը եւ իր թիմակիցները կենտրոնից մետրոյով դեպի Շենգավիթ ուղևորվեցին։ Մետրոյում առանց միջադեպ չանցավ կուսակցական քարոզարշավը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Արցախից տեղահանված կնոջ զրույցը վեճի վերածվեց։ Փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել, հայտարարեց Փաշինյանը։ Մենք ամեն ինչ արել ենք, որ դուք Արցախում, Ղարաբաղում ապրեք։ Եվ 2023 թվականին այդ դուք եք, որ մեղադրում եք ինձ, որ այս սահմանները փակել են, որ ժողովուրդը չգա Արցախ, Ղարաբաղի ժողովուրդը չգա Հայաստան։ Եվ ինձնից պահանջում եք, որ սահմանները բացեն եւ ասում եք, որ հատուկ փակել է, որ Ղարաբաղի ժողովուրդը չգնա։ Հիմա եկել եք ստեղ ասում եք, վայ, բա մենք ուզում ենք վերադառնայինք։ Բա մենք Հայաստանի քաղաքացիների աշխատած միլիարդներ ենք ծախսել, որ դուք այնտեղ մնաք։ Բա ինչի՞ չեք մնա։ Ես ձեզ հետ կխոսամ տենց։ Ես տենց կխոսամ ձեզ հետ տենց։ Ու այս քարտեզի մասին տենց կամահարանքով չխոսակ։ Որևէ մեկը։ Կխոսեմ տենց ձեզ հետ բարձր։ Ուրեմն մյուս անգամ չփորձեք ասեք, որ փախածներով չփորձեք ասեք, որ ես Ղարաբաղ եմ տվել։ Եթե մեկ եք ու Ղարաբաղցի, Արցախցի եք գտել, ովքեր ձեզ իշխանաժող զրույցներ են անում, այդ չի նշանակում, որ բոլոր արցախցիները լսեք, տասնյակ հազարավոր քաղաքացիներ Մենք չստիպեք, մենք շատ ուշանում ենք։ Վերջին կանգառնա։ Տասնյակ հազարավոր քաղաքացիներ, տասնյակ հազարավոր ղարաբաղցիներ այսօր Հայաստանի քաղաքացիություն են ստացել եւ բնակավորվում են Հայաստանում։ Միջադեպին անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, որը հայտարարել է բռնի տեղահանված անձանց ու փախստականների հետ հաղորդակցությունը, ինչպես նաև նրանց իրավունքներին առնչվող հարցերի քննարկումը պետք է իրականացվեն պատշաճ զգայունության երաշխավորմամբ հաշվի առնելով նշված խմբի խոցելիությունը։ Այդ են պահանջում ոլորտում գործող միջազգային իրավական չափանիշները։ ՄԻՊ-ը պաշտոնատար անձանց քաղաքական ու հասարակական բոլոր դերակատարներին կոչ է անում իրենց հրապարակային խոսքի ու հաղորդակցության շրջանակում ցուցաբերել անհրաժեշտ զգայունություն տեղահանված անձանց ու փախստականների ու նրանց իրավունքներին առնչվող հարցերի նկատմամբ։ Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ներողություն խնդրեց Արցախից տեղահանված կնոջից։ Մեր գործընկերների որոշակի մեկնաբանություններից ու քննադատությունից հասկացավ, որ իմ ասածների մեջ ամեն ինչ այնպես չի եղել, ինչպես երևի պետք է լիներ։ Ձեզնից եւ ձեր որդուց ներողություն եմ խնդրում այն էմոցիաների համար եւ հույս ունեմ, որ առիթ կունենանք մետրոյում կամ որևէ այլ տեղ հանդիպելու եւ հանգիստ խոսելու։
Կրկին ներողություն եմ խնդրում, ընդունում եմ, որ ինչ-որ բան նենց չեմ ասել, ճիշտ տոնայնությամբ չեմ ասել, ճիշտ դեմքի արտահայտությամբ չեմ ասել, ինչ-որ տեղ բովանդակությանն էլ ճիշտ չեմ վերաբերվել, բայց այդ թեման մինչև հիմա ինձ համար ամենաէմոցիոնալ թեմաներից մեկն է եւ ես բոլորից եմ ներողություն խնդրում, հայտնել է Փաշինյանը։ Այս հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը նաեւ Facebook-յան իր էջում գրառում կատարեց արցախցի կնոջն ու որդուն հրավիրելով կառավարություն պաշտոնապես ներողություն խնդրելու, եթե կառավարություն գալը իր համար ընդունելի չէ, պատրաստ եմ նույնը անել Երևանի մետրոպոլիտենում իր բնակության կամ աշխատանքի վայրում, գրել է Փաշինյանը։ Եվ այս պահին առաջինի տաղավարում զրուցելու եմ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ։ Բարև ձեզ։ Ողջույններս։ Եվ այսպես հետևել եք նախորդ օրերին ուրեմն քարոզարշավը կամ կուսակցական քարոզարշավը, թե ոչ, ինչ տպավորություն եք ստացել, փաստորեն եւ մարզում հասցրեցին լինել եւ 3 քաղաքացիական պայմանագիրը բակից բակ էր շրջում, մետրոյով էր երթևեկում, քաղաքացիների տրամադրությունն էր փորձում շոշափել, չափել, ինչ տպավորություն ստացաք, պարոն Սաքունց, իշխանությունը ասում է, որ իրենք սահմանադրական մեծամասնություն են հավաքելու, բայց մենք այնուամենայնիվ տեսնում ենք հասարակության մոտ դժգոհություն, որը արտահայտվում է նաև այսպես դեմարդեմ շփումների ժամանակ։ Նախ առաջերտին իհարկե պաշտոնական նախընտրական քարոզությունը դեռ չի սկսել, տվյալ դեպքում կառավարող ուժը որպես կուսակցություն հանդես է գալիս այդպես հանդիպումներ մարդկանց հետ, իրապես ինչպես նշում եք, հանրային տրամադրությունները հասկանալու եւ այլն, եւ բնականաբար որ ակնկալել թե բոլոր քաղաքացիները պետք է գոհ լինեն իշխանությունից, չկա այդպիսի բան։ Կլինեն եւ գոհ, եւ աչակիցներ, եւ չաչակցողներ, եւ կարելի է իհարկե եզրահանգում անել, որ նախընտրական պայքարը շատ ավելի թեժանալու է պաշտոնական հատկապես քարոզչության ժամանակահատվածում, ուղղակի մի քանի կարևոր առանցքային արձանագրումներ կուզենամ անել։ Նախ առաջերտին վարքագծի նշաձողը, ես նկատում եմ քաղաքական գործիչների, որ այո կարող է եւ լինել սխալ, բայց շատ ավելի կարևոր է սխալը ընդունելու քաջությունը եւ կամքը, որի օրինակը նույնպես տեսանք, ըստ էության նույնիսկ ժամեր անցավ, եւ դա կարծում եմ, որ պետք է իրապես այն նշաձողը հանդիսանա, որը պետք է ընդունելի լինի եւ պահպանվի քաղաքական մրցակցության մեջ գտնվող բոլոր ուժերի ներկայացուցիչների կողմից, այսինքն այստեղ խնդիրը ոչ միայն քաղաքացիների հետ խոսելու մշակույթի մասին է խոսքը, այլ նաև մեկը մյուսի հետ հաղորդակցվելու, որովհետև պետք է լինի իրապես բանավեճ, բովանդակային բանավեճ, որպեսզի լսողը կարողանա բովանդակության տարբերությունների կամ բովանդակային ընտրության հնարավորություն ունենալ, ոչ թե ում կարողացավ թիրախավորել։ Բոլոր դեպքերում ես կարծում եմ սա այն դեպքն է, երբ որ տեսեք վարչապետի հետ, այսինքն պետության ղեկավարի հետ ոչ իր համար, ոչ երկուստիկ, ոչ հաճելի կամ ոչ բարյացակամ մթնոլորտում երկխոսությունը հետևանքներ չի ունենում, ինչպես տարիներ առաջ էինք տեսնում, երբ որ կարող է մարդը անգամ կյանքից զրկվել ինչ-որ թեթև կամ ընկերական ինչ-որ արտահայտության համար։ Մյուս արձանագրումը, որ տեսեք, ամեն մի քաղաքական ուժ ձգտելու է բնականաբար իր ծրագիրը որպես բացարձակ ճշմարտություն ներկայացնելու եւ դրա ուղղությամբ փաստարկներ ներկայացնելու։ Փաստ է, որ պատերազմական գործողություններ չկան Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Բայց պարզ ասվեց Քոչարյան, Կարապետյան, Ծառուկյան, եթե ընտրեք սորտ պոստացման կգնա պատերազմ կլինի սեպտեմբերին եւ այլն եւ այլն։ Տիկիսյան ես չեմ ուզում անվանումներով, որը կարող է իրան թույլ տալ, ասենք թե վարչապետը որպես կուսակցության վարչության նախագահ, մենք այնուամենայնիվ
պետք է կարողանանք այս ընտրական գործընթացներում հավասարապես դիտարկել, հա, ոչ թե մեկին դիտարկենք եւ մյուսին չդիտարկենք կամ պետք է բոլորին դիտարկենք։ Խնդիրը կանում է հետեւյալն, որ առանցքային հարց է հիմա։ Նոյեմբերի 9-ի Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան երակողմ հայտարարության ջատագովների մի կողմից եւ անցած տարվա օգոստոսի 8-ի էլի երակողմ հայտարարության ըստ էության ջատագովների միջև պայքարը։ Փաստ է, որ նոյեմբերի 9-ը խաղաղություն չբերեց, ընդհակառակը նոյեմբերի 9-ին հաջորդեց բռնի էթնիկ զտումը Լեռնային Ղարաբաղի, ոչ միայն դա, այլ նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի որոշ տարածքի օկուպացիան։ Եվ այդ պարագայում, քանի դեռ կա օկուպացիան, իհարկե խոսել վերջնական ինստիտուցիոնալ ամրագրված խաղաղության մասին շատ ճիշտ չէ, իրականության չի բերում, որտեղ եթե դու խաղաղությունը ունես, իհարկե ունես պատերազմական գործողություններ, այսինքն չկան պատերազմական գործողություններ, բայց ունես օկուպացված տարածք, եւ հետեւաբար օկուպացված տարածքի առկայության պարագայում պնդում անել խաղաղության, որպես այն տեսլական իմաստով, որը մենք պատկերացնում ենք, դժվար է։ Մյուս կողմից նոյեմբերի 9-ի ջատագովները կասկածի տակ են դնում օգոստոսի 8-ի այն պարագայում, երբ որ օգոստոսի 8-ը փաստացիորեն կա, գոյություն ունի, աշխատում է։ Եվ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով զոհեր չունենք։ Այն, որ երկար ժամանակ, այսպես կոչված խաղաղության ժամանակահատվածում, ես նկատում եմ 1994 թվականի մայիսի 12-ից հետո մենք ունեինք հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով զոհեր մարտական դիրքերում։ Հիմա չկան, դա փաստ է։ Բայց ոչ մյուսն է ուրեմն ճիշտ որ ասի բանա խաղաղություն եղել։ Խաղաղության պարագայում այդն չէին մարտական գործողություններ տեղի ունենում կամ 2016 թվականը ինչով էր պայմանավորված բաներ խաղաղության օրեր այդ քառօրյա ապրիլյան պատերազմը։ Իհարկե 44 օրյա պատերազմը շատ մեծ ողբերգություն բերեց։ Բայց փաստ է որ նույնիսկ կրկնեմ նոյեմբերի 9-ի երակողմ հայտարարության կնքահայրը հանձինս Ռուսաստանի փոխարինվեց օգոստոսի 8-ի մեկ այլ կնքահայրով եւ այս կնքահայր պարագայում խաղաղություն կա, պատերազմական գործողություններ չկան։ Հիմա սա շատ պարզ ճշմարտություն է։ Հիմա նոյեմբերի 9-ի ջատագովները ինչ փաստարկներ ունեն օգոստոսի 8-ի դեմ, երբ որ նոյեմբերի 9-ից հետո նույնիսկ եմ կրկնում տեղի ունեցավ այն ինչ որ կատարվում էր, այն էլ ռուսական զորքերի անմիջական հսկողության ներքո։ Ի վերջո իրապես կարող եմ ես հստակ ասել, որ 2026 թվականի հունիսի 7-ին որոշվելու է հետևյալ հարցը. Հայաստանը շարունակելու է պահպանել իր հնարավորությունը որպես ինքնիշխան պետություն ձևավորվելու ժողովրդավարական պետություն ձևավորվելու ուղղությամբ այդ հնարավորությունները պահպանելու թե չի պահպանելու։ Հիմա օգոստոսի 8-ի ջատագովները կամ այդ կոնցեպտի կողմնակիցները ակնհայտ է, որ դրանք ժողովրդավարական եւ ինքնիշխան եւ իրավական պետության կոնցեպտի կրողներն են։ Նոյեմբերի 9-ի կողմնակիցները, որով այդքան դարդ են անում, որ չեղարկվեց դե ֆակտո, որտեղ դեռ պաշտոնական չկա, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունից դուրս է գալիս Հայաստանը, բայց օգոստոսի 8-ով ըստ էության կարող ենք ասել առ ոչինչ եղավ։ Եվ այդ նոյեմբերի 9-ի հայտարարության ջատագովները փորձում են ասել, չէ, նա ամենալավ տարբերակն էր, քանի որ այնտեղ կնքահայրը ուրեմն Վլադիմիր Պուտինն էր։ Սա է հիմնական պայքարը գնալու, մնացածը արդեն թե ինչ խոսակցություններով եւ ինչ փաստարկներով կամ ինչ արգումենտներ կներկայացնեն, դրանք արդեն էական նշանակություն չունեն։ Ուղղակի պարզապես նույնիսկ կրկնեմ, շատ կարևոր է, որ այդ զսպվածությունը թեկուզ քեզ համար ոչ հաճելի հարցադրումների պարագայում դրսևորես, որպեսզի իրապես
կապ չունի դա ընդունում է համաձայնես այդ կարծիքի հետ թե համաձայն չես մանավանդ քաղաքական իշխանություն ունեցող կամ քաղաքական իշխանության հավակնություն ունեցողները պետք է օրինակ ցույց տան որ բազմակողության դեմ ուրեմն լոյալ են եւ այդ լոյալության կարևոր վկայականը նույնիսկ եմ կրկնում որ թեկուս փաստից հետո դա այդ նորոգությունը խնդրվեց, բայց ես ինչ-որ չեմ հիշում ժեղ կամ նման որակումներ տվածները որևէ անգամ ներողություն խնդրեին Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, որոնց այդպիսի որակում էին տալիս։ Պարոն Սաքունց, լավ, հիմա երբ ուրեմն ոչ միայն քաղաքացիական պայմանագիրն է այսպես ասած ոչ պաշտոնական քարոզարշավի մեջ, այլ մյուս ուժերն տեսնում եք, գնում են հաճախ նույն տեխնոլոգիաները ավտոբուսի միջից նկարելով, օգտագործելով, շատ հաճախ հակադարձելով, Նորուշ, ուժեղ Հայաստան, Հայաստան դաշինք եւ այլն։ Երբ պարզ է արդեն տեսակետ կա, որ մենք էլի գործ ունենք, ուրեմն այսպես փակուղային իրավիճակի հետ, որովհետև մեծ հաշվով ըստ էության ինչ վիճակ ունենք, հա, հանրությունը կոտրած տաշտակի առաջ է կանգնած, էլի իրար կմեղադրեն, էլ գողփիսո, էլ քաչաչուն, սևերի սպիտակների բաժանում կանեն, բայց այդպես առողջ ընտրապայքարի հետ գործ չենք ունենա։ Իմ խոսքը հենց դրանում էր, որ ելնելով այս երեկվա դիտարկումների դասից կա պոտենցիալ առողջ մրցապայքարի համար, եթե մրցապայքարի մեջ ներառված կամ գտնվող սուբյեկտները իրապես հարգալից վերաբերմունք ունենան ոչ միայն համախոհների, այլ նաև իրենց հետ համաձայնություն չունեցող թեկուզ անգամ շատ էմոցիոնալ, հա, բուրըն անհամաձայնող մարդկանց նկատմամբ։ Բայց ես համաձայն չեմ, որ փակուղ առաջ ենք։ Փակուղ առաջ մեզ փորձում են դնել։ Ակնհայտ է եւ դա փաստ է, որ Կրեմլը, ուղիղ ասեմ, Կրեմլը ամեն ջանք գործադրում է եւ գործադրելու է, դրա համար պաշտոնապես հայտարարել են մոտ 165 միլիոն դոլարի ներդրման մասին, թե ինչքան է իրականում գուցե տասնապատիկ ավելի շատ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում առաջկա ընտրությունները դելեգիտիմացնեն, այսինքն ապալեգիտիմացնեն, առաջացնեն, ձևավորեն հանրության մոտ անվստահություն ընդհանրապես ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ, ընտրության ինստիտուտի նկատմամբ, ապագայի նկատմամբ, դա է միակ տարբերակը, որպեսզի իրենք այստեղ ունենան այն, ինչ որ պլանավորել են, կառավարելի իրենց կողմից ուժ, որը երկար ժամանակ մինչև 2018 թվականը եւ 2018 թվականից մինչև 20 թվականը եղած ժամանակահատվածքում ունեին, ըստ էության ունեին, հա, որովհետեւ փաստ է, որ ցավոք սրտի 2018 թվականին Թավշյա հեղափոխությունից հետո կառավարմանը, նախորդ կառավարմանը չտվեց քաղաքական եւ իրավական գնահատական, որի պարագայում Կրեմլի որոշիչ դերը այդ կառավարման եւ պետության զարգացման մեջ ակնհայտորեն կբացահայտվեր իր բոլոր դրսևորումներով, թե ուրեմն քաղաքական կուսակցությունների, այսինքն քաղաքական գործիքներով, թե կրոնական գործիքներով, թե տնտեսական գործիքներով, թե ռազմական գործիքներով, եւ հիմա երեկվա դուք չգիտեմ ինչի շատ լուրջ ուշադրություն չդարձվեց 102-րդ ռուսական բազայի հրամանատարության կողմից իրենց մոտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ այդ հորդորը, որոնք աշխատում են, ծառայում են կամ ռուսական բազայում, թե ինչ դրսևորեն, ասա կոպիտ ուղղակի միջամտություն է, երբ որ խոսում են Եվրոմիության կողմից միջամտության մասին, որը ջանքեր է գործադրում այդ սպառնալիքները միջամտության գործիքները կանխելու, բացահայտելու, կանխելու ուղղությամբ, դա համարում են միջամտություն, այ դրա համար էին համարում միջամտություն, որ նման այդպիսի ակնհայտ միջամտող անթույլատրելի, հա, կոպիտ միջամտող գործողությունները չբացահայտվեն։ Բայց դա հենց իրենք են դրսևորում, թե ինչ գործիքակազմ ունի Կրեմլը եւ ինչ գործիքակազմ ունի Բրյուսելը։
Այստեղ է իհարկե Հայաստանի Հանրապետության իշխանության պատասխանատվությունը եւ պետական մարմինների պատասխանատվությունը, որպեսզի կարողանան դիմագրավել այդ սպառնալիքները, միջամտությունները, կանխեն ապակայունացմանը ուղղված այդպիսի գործողություններ, որի մասին եւ իդեպ ասեմ դա օբյեկտիվ է, դա առավել քան հիմնավոր է։ Եվ այս առումով օրինակի համար նկատում եմ 102-րդ ռուսական բազայի հրամանատարության կողմից էլի կոպիտ բառ չասեմ, էլի իրենց լիազորություններից դուրս եկող եւ իրենց կարգավիճակը չարաշահող պահվածքը, որը քրեորեն հետապնդելի գործողություն է եւ կարծում եմ, որ առնվազն գլխավոր դատախազությունը, իրավապահ մարմինները, ազգային անվտանգության ծառայությունը առնվազն պետք է հրավիրեն Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպանին, կարծեմ Կոպիչկին էր ազգանունը, եւ խստորեն զգուշացնեն, որ այդ պետության ռազմական բազայի հրամանատարությունը թույլ է տալիս այնպիսի գործողություններ, որոնք անթույլատրելի են նրա կարգավիճակի հետ, այսինքն կասկածի տակ են դնում անգամ այդ միջպետական պայմանագրով սահմանված ռուսական բազայի իրական դերը, որովհետև սահմանված այդ միջպետական պայմանագրով ինչ կարող է թույլ տալ իրեն ռուսական բազան կամ ինչի համար է եւ ինչ կարող է թույլ չտալ։ Հիմա այդ միջպետական պայմանագրի խախտման փաստերի մասին եմ ես խոսում։ Բայց սա ամեն դեպքում գիտեք նաև 102-րդ ռազմաբազայի վերաբերյալ վերջերս էլ բավականին մեծ անդրադարձ եղավ, դեռ որ չի փակում այդ ռազմաբազան տեսադաշտը, ռուսական բազա այս առումով չի անելու։ Ես ինչքան հասկանում եմ, ինչքան կարելի է ուրեմն վերլուծության արդյունքում գալ եզրահանգման, Ռուսաստանի Դաշնությունը ավելի ինչ անում է, որպեսզի իր ներկայությունը այստեղ դելեգիտիմացնի։ Սա փաստ է։ Դրանից հետո արդեն Հայաստանի իշխանություններին իհարկե ոչինչ չի մնում, քան այդ հիմնավորումների հիման վրա համապատասխան պահանջներ ներկայացնել Ռուսաստանի Դաշնության կողմից։ Սա է ամբողջ խնդիրը։ Հայաստանը մնալու է Ռուսաստանի Դաշնության հսկողության ներքո եւ այդ պարագայում նաեւ ուրեմն Հայաստանի ինքնիշխանությունն է վտանգվելու, ինչպես 1921 թվականի պայմանագրերով հիշում եք, եկան ազատագրեցին իբր մեզ, բայց ըստ էության լուծեցին իրենց հարցերը Հայաստանի Հանրապետության հաշվին, թե Թուրքիայի եւ թե Ադրբեջանի հետ, որին ժամանակ խորհրդային հանրապետություններ հռչակված։ Այդ մեխանիզմն է գործելու 2026 թվականի հունիսի 7-ից հետո, թե այդ մեխանիզմը չի գործելու։ Սա է առանցքային հարց, ուրիշ որից է հարց, գիտեք, երբ որ ուղղակի չեմ կարող չանդրադառնալ, էլի, երբ որ ձեզ առաջարկվում են 300,000 աշխատատեղ, մի օրինակ բերեմ ցույց տալու համար, թե ինչի մասին գործ ունենք, չէ՞, շատ գրավիչ առաջարկ է։ Կիրովականի քիմիական կոմբինատը իր սովետի ժամանակ լավագույն հայ, երբ որ աշխատում էր տարիներին, առավելագույն ունեցել է 5-ից 6,000 աշխատատեղ։ Ենթադրենք 5,000։ 300,000-ը բաժանած 5,000, դա մոտ 60, այսինքն 60 պետք է քիմիական կոմբինատի նման ձեռնարկություն կառուցվի, որ այդ 300,000-ը լինի։ Դուք ասում եք, այդ ահռելի ինչ ռեսուրս է ենթադրում։ 60 քիմիական, նման ծավալի արտադրամաս, որպեսզի ձեզ հասկանալի եղնի, միացել եք այդ տարածքը, որտեղ արտադրություններ էին մի ամբողջ հոսքեր, հա, 60 նման ձեռնարկություն, որպեսզի այդ 300,000 աշխատատեղը լինի, ինչքանով է դա չափելի, ինչքանով է դա իրատեսական, հա, ես նկատում եմ, որ իսկ մյուս կողմից էլ պնդել, որ չէ, գիտեք, խաղաղությունը, այո, խաղաղության գործընթացը ողջունում ենք, կարելի է խոսել գործընթացի մասին, ի վերջո, բայց ասել վերջնական, որ արդեն խաղաղություն է, դա կլինի այն դեպքում, երբ որ կլինի միջպետական պայմանագիր իր բոլոր երաշխիքներով, որտեղ շատ կարևոր է երաշխիքները, մեխանիզմները։
Լավ, ինչ տեսակ խորհրդարան կունենանք, արդյոք վերջին մի քանի ամիսներին ուրեմն իրավիճակ այնպես կարող է փոխվել, որ անկանխատեսելի զարգացումների արդյունքում ունենանք բոլորովին այլ վերադասավորումներով խորհրդարան, թե դուք դա բացառում եք։ Ես վանգան չեմ կամ բանը Նոստրադամուսը, որ կարողանամ ինչ-որ թվական տվյալներ ասեմ, ընդհանրիկ կանխորոշեմ, թե կամ ունենամ այդպիսի եզրահանգումներ, թե ինչպիսին է լինելու ուժերի հարաբերակցությունը հունիսի 7-ից հետո ազգային ժողովում։ Դա մի քիչ շատ տարօրինակ սպառնալիք է։ Բայց ես կարող եմ վստահաբար ասել, որ Հայաստանի Հանրապետության ընտրողը անկախ ով է նրանից գոհ կամ դժգոհ, այլևս մինչև 2018 թվականի ընտրողը չէ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որը թավշյա ոչ բռնի հեղափոխությամբ, նույնիսկ կրկնեմ, թավշյա ոչ բռնի հեղափոխությամբ ազատագրեց իրեն ավտորիտար բռնապետական ռեժիմից, չի հանդուրժելու այլևս, որ իր վզին փաթաթեն ավտորիտար որևիցե իշխանություն։ Սա չեմ կասկածում։ Իսկ թե ինչ ուժերի ներգրավմամբ կամ ինչ ուժերի միջոցով այդ իր ձգտումը կամ իր այդ բնական ազատ երկիր եւ ինքնիշխան եւ զարգացող երկիր տեսնելու պահանջը որ քաղաքական ուժերի միջոցով կտեսնի, դա նույնիսկ եմ կրկնում այս պահին ես չեմ կարող կանխատեսում անել, բայց միանշանակ է, որ բայց Գյումրիի 2 է ուզում իրականացնել։ Գիտեք, ասվում է բառացի, այս անգամ առանց տակցնելու են ասում, ինչ քայլեր են հնարավոր, իրենք շատ Ռուսաստանի Դաշնությունը իր բոլոր ջանքերով հանդերձ, որ փորձելու է իր պրոքսի ուժերով, խորհրդարանում մեծամասնություն ստանա, ինքը իր բոլոր գործողություններով հասել է այն վիճակին, որ իրեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը մերժում է։ Գյումրիի 2-ը, այո, դա հազանգ էր, բայց Գյումրիի 2-ը դա օրինաչափություն չէ, որովհետև եկեք հաշվի առնենք, այո, 102-րդ բազայի ներկայությունը այդ տարածքում իր հստակ ազդեցությունը ունի, տնտեսական ներկայությունը։ Ժամանակին այդպիսի մի բազա էլ կար Ախալքալաքում Վրաստանում, հիշում եք, երբ որ Սահակաշվիլին վռնդում էր ռուսական բազաները, այդ մի բազան շատ ավելի ուշ դուրս բերվեց, ինչի համար, որովհետև տեղի բնակչության շրջանում այնքան են տնտեսական մեխանիզմները, այդ թվում նաև կոռուպցիոն մեխանիզմները սերտաճած, որ մարդիկ տարակուսանքի մեջ էին, թե ինչ են անելու, երբ որ այս բազան դուրս գա, որովհետև ինչով են զբաղվելու։ Չնայած մեծ մասը էլի գնա աշխատանքով էին զբաղվում։ Բայց ի վերջո, երբ որ բազան հեռացվեց, կատաստրոֆա չեղավ, ապոկալիպսիս չեղավ Վրաստանի այդ Ախալքալաքի, Ախալցխայի շրջանում, հա։ Այստեղ էլ չի լինի վստահաբար այդ ապոկալիպսիսը։ Միանշանակ։ Այնպես որ ժամանակի հարց է։ Այո, ժամանակի հարց է, ռիսկերի կառավարման անհրաժեշտության հարց է, որովհետև նույնիսկ կրկնում Ռուսաստանի Դաշնության իշխանությունները այն վարկագիծը, որը դրսևորում են Ուկրաինայի հանդեպ եւ աշխարհի հանդեպ, եւ նաեւ դրսևորել են Լեռնային Ղարաբաղի բռնի էթնիկ զտման ժամանակահատվածում, երբ որ իրենց ուղակի աչքի առաջ բլոկադայի ենթարկեցին։ Իրանք էին այնտեղ բլոկադայի ենթարկեցին, սովահարության մատնեցին եւ այնուհետեւ սպառնալիքներով ստիպեցին, որ մարդիկ դուրս գան, որովհետեւ դա հենց բռնի էթնիկ զտում էր։ Դա այդ ամեն ինչը տեսել են ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները տեսել են եւ դա ինչ էլ ուզում այն, ուզում է 165, ուզում է 1065, չգիտեմ, միլիոն դոլար վատնեն, արդյունքի չեն հասնելու։ Լավագույն դեպքում մեր կյանքը մի քիչ էլ կպղտորեն, այդքան բան։
Իսկ սահմանադրական մեծամասնության հետ կապված, տեսեք, այս անգամ էլ մի հատ ուրիշ նշաձող սահմանեց վարչապետը 65+, չափազանցված չեն իշխանության սպասելիքները, մանավանդ դուք նշում եք, որ այս ընտրողը 26-ի ընտրողը, 18-ի ընտրողը չէ։ Ես չասեցի, ես ասեցի 26-ի ընտրողը, նույն 18-ի ընտրողն է, իր բոլոր դժգոհություններով նաև իշխանության կողմից իրականացված քաղաքականության նկատմամբ, բայց համեմատության մեջ էր վերջին հաշվով նաև քաղաքացին ընտրություն կատարում։ Ես հստակ եմ ասում, Հայաստանի Հանրապետության քաղաքացին ազատության կողմնակից է։ Իր գերակշիռ մեծամասնության մեջ անգամ նույնիսկ հաշվի առնելով, որ կամ բնականաբար այդ քաղաքական ուժերը ունեն իրենց համախոհները եւ նրանք աշխարհքանդվել նրանք այդ համոզմունքից, որ պետք է իրենց գումիրներին, հա, չփոխային, անփոխայինել են եւ այն կա այդ կռապաշտության այդ սինդրոմը կուսակցությունների մեջ կա, բոլոր կուսակցությունների մեջ կա, բայց քաղաքացին կռապաշտությամբ չի ղեկավարվում իր ամբողջության մեջ Հայաստանի Հանրապետության քաղաքացին ազատության ու ժողովրդավարություն ու իրավական պետության կողմնակից է, դա հստակ եմ ասում։ Իսկ թվերը թե ով ինչքան կներեք նույնիսկ կրկնիվ ես գուշակ չեմ։ Նոր ուժեր կտեսնենք խորհրդանում, դա նկատի ունեմ նաև։ Կարող են լինել, չեմ բացառում։ Ուղղակի տեսեք, ես մի հարց բարձրացնեմ, ինձ համար շատ մտահոգիչ է, երբ ժամանակին հիշում եք Ռոբերտ Քոչարյանը փաստաթուղթ ներկայացրեց, որ ինքը 10 տարի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ունեցել, չէ՞, որը ըստ էության չէր համապատասխանում ոչ իրավական թուղթեր։ Հիմա էլ երբ որ փորձում են ինձ պարտադրել սահմանադրության սկզբունքին հակասող մարդու որպես վարչապետ ու ավելին, այ դա եմ համարում իրապես կարմիր գիծը։ Նման մոտեցմամբ չի կարող, այսինքն դու խնդիրը նույնիսկ հայացքների մասին չի, ծրագրերի մասին չի, կա հստակ սահմանադրական նորմի խախտման փաստ։ Եվ այդ սահմանադրական նորմի խախտման տրամաբանությամբ մեր վզին փաթաթեն վարչապետ իր, չգիտեմ, տասնյակ թե հարյուրավոր իրավաբաններով, որոնք Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի մասին գիտեն ու լռում են, դա ուղղակի ինձ համար դա է զարմանալի, բայց որ փաստ է, չէ, եւ դա ինձ համար ուղղակի անընդունելի է, որտեղ նույնիսկ կրկնում մենք գործ ունենք սահմանադրական նորմի ոչ միայն խախտման հիման վրա գործողության հետ, այլ նաեւ խոսույթի հետ, որտեղ չի կարող մի քանի երկրի քաղաքացին հավակնի Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնին։ Պարոն Սաքունց, մեկն ասում է, որ հաշված օրեր են մնացել նրանցից այս իշխանությանը վռնդելով, մյուսն էլ ասում է, որ չեմ հանգստանալու մինչև չհեռացնեմ, չարիք է այդ իշխանությունը, պետք է օր առաջ ուրեմն հեռացնենք։ Եկեք ես թողնենք քաղաքացիների դատին։ Մենք չենք, որ հիմա քաղաքացիների փոխարեն պետք է որոշենք ով է չարիք, ով է բարիք, ով է անհանգիստ, ով է հանգիստ եւ ով ինչ է անելու։ Մենք հիմա նախընտրական ժամանակահատվածի մեջ ունենք իհարկե հիմնարար սկզբունքներ, որի մասին ես ասացի, եւ արժեքներ, որոնց պաշտպանությունը դա սահմանադրական սկզբունքներ են, ժողովրդավարական պետության, իրավական պետության, ինքնիշխան պետության, սոցիալական պետության սկզբունքները սահմանության առաջին հոդվածով դրանք անփոխարինելի, անփոփոխելի հոդվածներ են եւ այս սկզբունքներն են, որոնք պետք է պաշտպանվեն։ Այստեղ եթե այդ սկզբունքների խախտման հետ կապված հարց եղնի, անկախ նրանից թե ում կողմից, այ դրա հետ կապված մենք բավական շատ լուրջ իհարկե կբարձրաձայնենք, բայց հիմա եթե ասում ենք թե մեկը էսա, մեկը այնա եւ այլն, դե նախընտրական տրամաբանության մեջ է, ընտրողի, գիտեք մի բան ասեմ, որևիցե մեկը չմտածի թե Հայաստանի Հանրապետության քաղաքացին կամ ընտրողը մտածելու ունակություն չունի, վերլուծելու ունակություն չունի, կամ կարող են նրան, չգիտեմ, լարախաղացությամբ, չգիտեմ, շփոթեցնել եւ այլն։ Կարող են լինել իհարկե մարդիկ, որոնք ունեն շարժառիթներ, մոտիվ, հա, այս կամ այն քաղաքական ուժին
քվեարկելու եւ այլն, դա կարեւոր են, բայց գերակա մոտիվը դա ես նույնիսկ գրում այն արժեքներն են, որոնց մասին նույնիսկ կխոսեմ, կասեմ, կպնդեմ, դա իրապես մարդկային արժանապատվության նկատմամբ հարգալից վերաբերմունք ունեցող մարդկային արժանապատվության մարդու իրանքի նկատմամբ հարգանք ունեցող իշխանության պահանջը քաղաքացիների գերակշռի մասի մոտ կա։ Հիմա քաղաքացիները ունեն եւ հիշողություն, ունեն եւ գիտելիք, ունեն եւ վերլուծելու կարողություն, սա հաջողախոսություն չի դա։ Այդ մարդիկ էին, որոնք 2018 թվականին նույնիսկ կրկնեմ, առանց որևէ հրահրման, չնայած փորձում են նսեմ ասեն, թե բա գիտեք դրսից էր։ Այդ բոլոր դրսից իբր թե հրահրման մասին խոսացողները, այդ դրանք շատ լուրջ խնդիր ունեն, այդ նույն այսպես իրանց ձևակերպամբ հրահրվածների կողմից աջակցություն ստանալու։ Այս սրա մասին է խոսքը։ Շնորհակալ եմ։ Առաջինի եթերում զրուցում էի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ։ Այս ժամի համար այսքանն էինք նախատեսել։ Հետևեք մեր թողարկումներին, կհանդիպենք։